Նեդոլյան հարցս այսպիսին է, արդեն մեկ շաբաթ եւ ավել է, շատ մեծ պիկ է ապրում է շարժումը, էլեկտրոէներգիայի դեմ պայքարը։ Ձեր գնահատականներ այս 7 օրվա նստածությունին հենց Բաղրամյանի պողոտայում եւ միգուցե նախորդող օրերին Ազատության հրապարակում, ինչա փոխել շարժումը ընդհանրապես Երևանում, Հայաստանում, էլեկտրիկ Երևան շարժումը, երևի էլեկտրիկ Հայաստան շարժումը։ Էլեկտրիկ Երևան, հա։ Նու շատ փայլուն շարժում է, կարևոր է, որ հետ սովետական արդեն, այսինքն ոչ սովետական եւ ստեղծվում են նոր իմաստներ, որոնք երևի մոտակա տասնյակ տարիները արդեն լինելու են հիմնական բովանդակությունը, դա ուրեմն հասարակությունը, որը ուզում է ինքնակառավարվել եւ կառավարել երկիրը։ Դա շատ կարևոր հայց է եւ կարևոր չի, որ հարցը թվում է ինչ-որ ոչ շատ խոշոր, դա ուրեմն սկիզբ է եւ այդ սկզբի հսկայական ուրեմն կազմակերպվածությունը եւ հսկայական մասշտաբն է շատ ուրախացնում։ Ինչա փոխել այս 7 օրվա մեջ, ինչպես է փոխվել Բաղրամյան պողոտան, որ ամենաքաղաքականացված թերևս փողոցներից մեկն է եղել, ու կա այս բանի։ Մի 5 տարի առաջ Արման Գրիգորյանը մի փայլուն կարգախոս է առաջարկել, ասել է դուրս եկեք փողոց եւ ոչինչ մի արեք։ Ինձ թվում է մոտավորապես իր ասածի իրականացում է այստեղ տեղի ունենում, որ պարզապես մարդիկ դուրս են եկել եւ տվել ինքնիշխանության, ոչ թե իշխանության, ոչ թե Բաղրամյան 26-ում նստելու, այլ ինքնիշխանության հայտ։ Այսինքն այստեղ մենք ենք եւ մենք կարող ենք ինքնակառավարվել, մենք կոմպետենտ ենք, մենք կանք, մենք միասնական ենք, մենք որոշող ենք, մենք կարող ենք իրար հետ խոսալ, մենք կարող ենք իրար հետ կազմակերպվել, մեզ կազմակերպել պետք չի։ Ուրեմն մենք չենք լուծում ինչ-որ մեկի խնդիրները, մենք եկել ենք լուծել մեր խնդիրները։ Դա ինձ թվում է շատ կարևոր բան է։ Եվ հույսով եմ դա անընդհատ ու անընդհատ կշարունակվի արդեն։ Եթե անդրադառնանք Հեցի Քալանին եւ անդրադառնանք էլեկտրոէներգիայի գնի թանկացման դեմ ծավալած պայքարի, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին, կիսալուծումներին, ճակերտավորություններին, ապա ինչպիսին է եղել այս կողմից ազդեցությունը, ինչպիսին է հակազդեցությունը, ինչպես պիտի լուծվի այս խնդիրի վերջը։ Ձեր տեսանկյունից։ Իհարկե խնդիրը պետք է լուծվի շատ ավելի լայն եւ ընդհանուր խնդիր։ Դա եւ Սերժ Սարգսյանի խնդիրն է, եւ Վլադիմիր Պուտինի խնդիրն է, եւ իրանց ներկայացված իշխանակարգի, որը արդեն սերտաճել է փաստորեն, մենք հիմա լավ չգիտենք Սերժի դեմ ենք թե Պուտինի դեմ ենք։ Միանշանակ երկուսի դեմ էլ ինձ թվում է։ Եվ ժամանակը անցնում է այդ արատավոր սերտաճմանը, այդ նեոսովետական, նեոխորհրդային համակարգի, ուրեմն ժամանակները անցնում են, կա սերունդ, որը արդեն չի ենթարկվում իր բոլոր խաղի կանոնների։ Սա կարևոր է, որտեղ քանդում է ավանդական խաղի կանոնները, հա, մասնակցություն ընտրություններին, հրաժարականի պահանջ եւ հետո ինչ-որ փակուղի։ Սա քանդում է այդ բոլոր կանոնները եւ սա բերում է ինչ-որ լրիվ մի նոր կարող է բերել, կբերի մոտակա տարիների ընթացքում լրիվ մի նոր ուրեմն ինչ-որ օրակարգ, լրիվ մի նոր պահանջ։